Ողջույն սիրելի հետևորդներ ջան, ողջույն իմ սիրելի YouTube-յան ընկերներ, հուսամ բոլորդ լավ եք։ Ես լավ եմ, ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, ինչպես գիտեք արդեն միաժամանակ է ինչ Հայաստանում եմ։ Ինձ ամեն անգամ, երբ որ ես Չինաստանից հետ եմ գալիս Հայաստան, պետք է գալիս մոտ 20 օր, որպեսզի ես կարողանամ հարմարվել, ադապտանալ, վերականգնվել, էմոցիաները իմի բերել, հոգեբանական վիճակս իմի բերել ու առաջ շարժվել։ Այդ 20 օրը պարտադիր է։ Ես էությամբ մի քիչ տրագետիկ մարդ եմ ու այդ ժամանակը ինձ պետք է, որպեսզի ես կարողանամ ուշքի գալ, այսպես ասած։ Նայած որ հիմա լավ եմ, արդեն ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ բոլորիցս, ովքեր հետաքրքրվել են ինձանով, ովքեր անհանգստացել են։ Ես բոլորի մեկնաբանությունները անխտիր կարդում եմ, երբեմն չեմ հասցնում պատասխանեմ, երբեմն հասցնում եմ։ Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ ձեզ։ Նաև շատերիդ հետաքրքրում է ինչպես են երեխաները։ Երեխաները շատ լավ են։ Իրականում երեխաների տխուր վիճակը տևել է ընդամենը 5 րոպե, այդ պահին իհարկե Լեոս ու Թեոս շատ լացեցին, բայց հենց այդ պահն էր 5 րոպե հետո ես մտել եմ արդեն մեքենայի մեջից կամերանալի նայել եմ ու իրանք նորմալ, իրանք համար ուրախ զվարթ խաղում էին, ամեն ինչ նորմալ է, իրանք շատ լավ սնվում են, շատ լավ խաղում են, մի խոսքով դժվար չեն տանում իմ բացակայությունը, չնայած հիմա որ ես իրանք զանգում եմ, երբ որ իմ հետ խոսում են, տխրում են մի քիչ ու արդեն հարցնում են մամա երբ ես հետ գալու, մամա բա ինչի չես գալիս, տենց հարցեր տալիս են, աշխատում եմ այս ընթացքում մի քիչ զանգել, որպեսզի իրանք այդ էմոցիոնալ առումով նորից չվերադառնան այդ վիճակին, բայց ամեն ինչ լավ է շնորհիվ իրանց պապայի, իրանց տատիկի, պապիկի եւ մնացած հարազատների, որովհետեւ իրանք գտնվում են շատ լավ ձեռքերում, նենց որ ի տարբերությունից իրանք շատ լավ են, ես էլ արդեն վերականգնվում եմ։ Իրականում իմ ու Քայցենի ամուսնությունը շատ լավ մտածված է եղել, մենք ամեն քայլ հաշվի ենք առել, ի նկատի ենք ունեցել նաև, որ մեր ամուսնությունից հետո հավանաբար ծխակի լինելու են այսպիսի բաժանումներ, իրարից հեռու գտնվել, որովհետև ամեն դեպքում ես հայ եմ, իմ հայրենիքը Հայաստանն է, Քայցենը չինացի է, իր հայրենիքը Չինաստանն է ու նենց հաստատվելու, որ երբեմն ես գտնվելու եմ Հայաստանում մենակ, ինքը Չինաստանում մենակ։ Երեխաները բնաբար երբեմն կլինեն իմ հետ, երբեմն կլինեն Քայցենի հետ։ Այդ ամեն ինչը մենք ի սկզբանե հաշվի ենք առել ու հասկացել ենք, որ տենց է լինելու։ Մենք հասուն մարդիկ ենք ու գիտակցում ենք, որ հանուն երեխաների բարօրության լինելու են այսպիսի դեպքեր։ Իհարկե մենք ամեն ինչ փորձում ենք պահել սահմանի մեջ, որպեսզի այս ամեն ինչը չազդի երեխաների հոգեբանության վրա։ Շատ զգուշորեն ենք մոտենում ու չենք թողնում, որ ժամանակը շատ երկար տևի, ձգտում ենք, որ ճիշտ ժամանակին հասնել, ճիշտ տեղում լինել։ Մենք մի քանի տարի, մոտ երևի 5-6 տարի փորձել ենք ամեն կերպ նենց անել, որ ճամփորդենք թեկուզ աշխատանքի բերումով, թեկուզ անձնական խնդիրներով ճամփորդենք միասին երեխաների հետ։ Շատ դժվար է եղել, որովհետև փոքր երեխաների հետ ճամփորդելը դա մի այլ կարգի փորձություն է։ Բայց արել ենք մենք այդ ամեն ինչը, թեկուզ աշխատանքի առումով, թեկուզ ուղղակի գնացել ենք հանգստանալու, թեկուզ անձնական խնդիրների պատճառով մենք միշտ ճամփորդել ենք երեխաների հետ։ Իսկ երեխաների հետ ճամփորդող մարդիկ կհասկանան այդ ինչ։ Իրականում մենք հիմա հասել ենք այնպիսի փուլ, որ էլ չենք կարա երեխաներին մեր հետ էսկում, ենկում, անընդհատ ոնց որ ճամփորդել ճանապարհների վրա, իրենց պետք է հիմա կայուն վիճակ, որովհետև երեխաները հաճախում են պարտեզ, Միլան այս տարվանից հաճախելու է դպրոց սեպտեմբերից ու մենք որպես պատասխանատու ծնողներ պետք է այդ ամեն ինչը հաշվի առնենք։ Ու այո, մենք գիտենք, որ ես երբեմն աշխատանքի բերումով լինելու եմ Հայաստանում, Քայցենը կլինի երեխաների հետ։ Հետո ես կվերադառնամ Չինաստան, ես կլինեմ երեխաների հետ, Քայցենը կգնա աշխատանքի։ Ու այո, մենք նաև գիտակցում ենք, որ հանուն մեր երեխաների բարօրության, հանուն նրանց լավ ապագայի, երբեմն ես նրանցից հեռու եմ լինելու, ես լինելու եմ Հայաստանում, Քայցենը Չինաստանում երեխաների հետ, կամ ես վերադառնալու եմ Չինաստան երեխաների մոտ, Քայցենը գնալու է աշխատանքի։ Մենք այդ ամեն ինչը գիտակցում ենք ու հիմիկվանից փորձում ենք հոգեբանորեն, հոգեպես հարմարվել։ Շատերին նաև հետաքրքրում է, թե ես երբ եմ ավարտելու համալսարանը։ Համալսարանը ավարտելու եմ մյուս տարի փետրվարին կամ մարտին, կախված արդեն իրավիճակից, թեզը կպաշտպանեմ ու վերջ։ Կվերադառնամ արդեն Չինաստան, բայց նաև շատերին հետաքրքրում է, թե ավարտելուց հետո ինչ եմ անելու։ Իրականում մենք ոչ մեկս չգիտենք ինչ է լինելու իմ ավարտելուց հետո, որովհետև կախված է արդեն
այն աշխատանքից, որը ես կգտնեմ։ Եթե աշխատանքը եղավ Չինաստանում, շատ լավ աշխատանք եղավ, իհարկե ես մնալու եմ Չինաստանում։ Նախընտրությունը, նախապատվությունը տալիս ենք այդ ուղղությանը, այսպես ասած։ Բայց եթե Հայաստանում աշխատանք գտա, ուրեմն պետք է նենց անենք, որ քայթենել։ Եթե կկարանա Հայաստանում աշխատանք գտնել, ու մենք տեղափոխվենք Հայաստան։ Նենց որ կապ չունի, այն որ ասում է մեր պարագայում, որտեղ հաց, այնտեղ կաց։ Եվս մեկ հարց, թե այս անգամ ինչքան եմ մնալու Հայաստանում, մնալու եմ հավանաբար 2 ամսից մի քիչ ավել ու արդեն հուլիսին կվերադառնամ Չինաստան պարտադիր, որովհետև հուլիսի կեսերին երեխաները արձակուրդ են ու այդ արձակուրդին ես պետք է լինեմ Չինաստանում, որպեսզի կիսուրս չգժվի, մենակ չգժվեն, երեխաները պարտեզ չեն, տանն են լինելու ու որպեսզի ես կարողանամ իմ երեխաների հետ ժամանակ անցկացնել։ Նայած որ 2.5 ամսից հաստատ ես կվերադառնամ Չինաստան, իսկ մինչ այդ ուզում եմ ձեզ պատմել Հայաստանում իմ պլանների մասին։ Չգիտեմ դրանցից քանիսը կիրականանան, քանիսը կհասցնեմ իրականացնեմ, բայց դուք հաստատ տեղյակ կլինեք այդ ամեն ինչից։ Ուրեմն այս պահին գտնվում եմ քննական փուլում, այսինքն սկսել է քննությունները, արդեն 2-րդ վիճակյա լինենք պատրաստվում։ Շատ զբաղված եմ միտքս, ժամանակը շատ սուղ է, որովհետև այս ընթացքում եղել է պրակտիկա, հիմա քննություններին պատրաստվել է։ Այս ամենին հավելյալ ես աշխատանք եմ գտել, հիմա աշխատում եմ առավոտվա 9-ից մինչև երեկոյան 7-ը, ծանր խիստ զբաղված գրաֆիկով, միայն շաբաթ-կիրակի է հանգիստ, այն էլ հանգիստ չի։ Որոշել եմ տրամադրել ձեզ եւ ձեր համար վիդեոներ նկարել։ Պետք է մտածել կոնտենտ, կիսվել ձեր հետ Հայաստանում իմ կյանքով, իմ առօրյայով, եթե ձեզ հետաքրքրում է, ես շատ ուրախ կլինեմ, որ գաք եւ նայեք։ Բայց Չինաստանից նույնպես վիդեոներ եմ տեղադրելու, որովհետեւ Քաթյանը խոստացել է իմ համար վիդեոներ նկարի հետաքրքիր, որպեսզի դուք նայեք, իմանաք, թե երեխաները ինչպես են եւ ապշի ինչով են զբաղվում այս ընթացքում։ Հենց որ Չինաստանից էլ եմ վիդեոներ տեղադրելու։ Կարևոր պլաններից է նաեւ մարզասրահ հաճախելը։ Որոշել եմ ասենց ամսական full փաթեթ վերցնեմ, որպեսզի սենց ստիպված տեղը տեղին պարտաճանաչ հաճախեմ մարզասրահ, որովհետև դա ինձ պետք է եւ թե ֆիզիկական լավ վիճակում գտնվելու համար եւ իմ հուզական աշխարհին լավ ազդելու համար, այսպես ասած, շատ կարեւոր է։ Հաջորդը ուզում եմ վերջապես մասնակցել մեքենայավարման դասընթացներին, որովհետև դա ի սկզբանե իմ պլաններից էր, բայց մինչև հիմա հələ տեղում դոփում ենք։ Հուսամ մյուս շաբաթվանից կսկսեմ, շատ կարևոր է, արդեն գտել եմ թե որտեղ, պետք է ասենց պարտաճանաչ ուղիղ գնալ այդ նպատակին։ Գիտեմ, որ տեսական քննությունը հանձնելուց հետո 1 տարվա մեջ հնարավորություն ունեմ գործնականը նույնպես հանձնել, առայժմ նենց կանենք տեսական տեղը տեղին հանձնենք, հետո մի տարվա ընթացքում կսովորեմ մեքենա վարել, համել հետ կգնամ Չինաստան, մեր մեքենայի վրա կփորձեմ, կհմտանամ ու հետ կգամ արդեն գործնական քննություններ կհանձնեմ։ Մյուս կարևոր շատ կարևոր պլաններից է, նպատակներից է դեմքիս հարցը։ Եթե տեսնում եք, դեմքս մի քիչ մենք լավացվում, որովհետև այն պահին, ինչ ես եկել եմ Հայաստան, միանգամից դիմել եմ բժշկի ու հիմա գտնվում եմ բուժման այդ ընթացքում, բայց կարճ ժամանակում արդեն ունեմ արդյունք ինձ շատ է դուր գալիս, որտեղ ես Չինաստանում սկսեցի բուժումը, կիսատ մնաց, հենց սկսել էր արդեն ազդել այդ օրայքները, ես հետ եկա Հայաստան։ Հետո Հայաստանում դիմեցի բժշկի ու հիմա գտնվում եմ այդ բուժման փուլում, ունենք շատ լավ արդյունք, վերջնական արդյունքը ունենալուց հետո ես անպայման կխոսեմ նախ բժշկի հետ, հետո անպայման ձեր հետ կկիսվեմ իր տվյալներով, որովհետև համոզված եմ, որ լիքը իմ նման աղջիկներ ունեն այսպիսի խնդիր, հաստատ կարող են դիմել եւ չեն փոշմանի։ Վերջիններս այսքանը իմ պլաններից է լավ քննություններս հանձնել, դեմքս բուժել, մաքուր դեմք ունենալ, սովորել մեքենա վարել, հաճախել մարզասրահ, ասենց մուսկուլներով հետ գնալ Չինաստան, որտեղ Քայթյանը շատ է սիրում մարզված աղջիկներ։ Զորը։ Ճիշտ եմ ասում։ Չէ, ինձ Քայթյանը մարզված քեզ ասում, ոչ թե մարզված աղջիկներ։ Հա, մարզված ինձ ասում, չէ, ինքը նաև սիրում է մարզված աղջիկներ։ Ինքը սիրում է, որ աղջիկները մարզված են լինում։ Մարդը սիրում է, որ աղջիկները նույնպես մարզվում են, այսինքն մարզանքը միայն տղաների համար չի։ Արդարանում եմ զգում։ Ուրճա կատակ եմ անում։ Ի նկատի ունեմ, որ Քայթյանը սիրում է, որ աղջիկները պարապած են լինում։ Բայց դա կապ չունի, դա կողակիցն է, թե փողոցով քայլող աղջիկն է, քեզ բան։ Ինչպես մեծ վատ աշկերով ինձ իրան։ Նորմալ է, որ մարդը ուրիշ պարապած աղջիկների է սիրում։ Սիրում չէ։ Հավանի։ Հայ, մամա նորմալ է։ Հա նորմալ է։
ասում եմ։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այսքանը սիրում եմ բոլորիդ, կտեսնվենք հաջորդ վիդեոյում։ Իդեպ հաջորդ վիդեոյում ցույց եմ տալու, թե Հայաստանում ինչ համով չինական լապշա կա եւ որտեղ է այն գտնվում։ Լեցինք։